Երրորդ օրն է Լոս Անջելեսում չեն դադարում ցույցերը, որոնք սկսվեցին, երբ ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցները ռեյդեր անցկացրին մի քանի շրջանում եւ ըստ լրատվամիջոցների ձերբակալեցին տասնյակ քաղաքացիների, որպեսզի վտարեն երկրից։ Քաղաքի կենտրոնում ընթացող ակցիաներն ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով, ոստիկանները արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ են կիրառում ցույցերը ցրելու համար։ Կան բերման ենթարկվածներ եւ տուժածներ, որոնցից երկուսը լրագրող։ Արվել են ավտոմեքենաներ, թալանվել խանութներ, ոստիկանությունը քաղաքի կենտրոնը հայտարարել է անօրինական հավաքների տարածք, իսկ ցուցարարներին կոչ է արել հեռանալ։ ԱՄՆ նախագահի հրամանով Լոս Անջելես է ուղարկվել ազգային գվարդիան։ Դոնալդ Թրամփը, որը ընտրվելուց առաջ էր հայտարարել, որ լուրջ պայքար կմղի ապօրինի ներգաղթյալների դեմ, ասել է, որ ամեն ինչ կանեն կարգուկանոն հաստատելու համար։ Մենք զորք ենք տեղակայելու ամենուր, թույլ չենք տա, որ մեր երկիրը մաս-մաս անեն ինչպես Բայդենի օրոքեր։ Եթե վտանգ տեսնենք մեր երկրի եւ քաղաքացիների համար, շատ խիստ միջոցների կդիմենք կարգուկանոն հաստատելու համար։ Նախագահ Թրամփը նաև սպառնացել է անհրաժեշտության դեպքում ծովային հետևակ ուղարկել։ Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատ Գևին Նյուսոմն ասել է, որ դա ել ավելի է սրում իրավիճակը։ Սոցցանցում նա գրել է, որ Թրամփը սպառնում է նույնիսկ այն ժամանակ, երբ ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը։ Լոս Անջելես, մնացեք խաղաղ, մի ընկեք այն թակարդը, որը լարել են ծայրահեղականները, գրել է նա։ Լոս Անջելեսի ոստիկանապետ Ջիմ Մակդոնելդն իր հերթին հայտարարել է, որ ազգային գվարդիայի կարիքը չկար, իրենք կարող էին հսկողության տակ պահել իրավիճակը։ Բռնությունը, որին ականատես եմ եղել, զզվելի է։ Այն սրվել է իրադարձությունների սկսվելուց հետո։ Այն, ինչ տեսանք առաջին գիշերը, վատ էր։ Դրանից հետո իրավիճակը վատանում է եւ ավելի բռնի դրսևորումներ ստանում։ Լոս Անջելեսի քաղաքապետը եւս քննադատել է Թրամփին ազգային գվարդիան տեղակայելու համար։ Քերեն Բասը նշել է, որ մարդիկ իրավունք ունեն խաղաղ ցույցեր անել։ Նա նաեւ նշել է, որ քայլեր են ձեռնարկում կարգուկանոն հաստատելու համար, սակայն նախագահի վարչակազմը քաոս է հրահրում իր գործողություններով։ Երբ դուք գրոհում եք մարդկանց աշխատավայրերը, ծնողներին ու երեխաներին բաժանում իրարից, երբ զրահապատ մեքենաների շարասյուներն են անցնում մեր փողոցներով, դուք վախ եւ խուճապ եք առաջացնում, եւ դաշնային զորքեր տեղակայելը վտանգավոր էսկալացիա է, սակայն հիմա ամենակարևորն այն է, որ մեր քաղաքը խաղաղ լինի։ Ցուցարարներից Ալեքսան ասում է, որ իրավապահներն անհամաչափ ուժ են գործադրում, քանզի նրանց մեծ մասը պարզապես խաղաղ ակցիա է անում եւ ցանկանում է, որ իր ձայնը լսելի լինի։ Մենք պարզապես փորձում ենք բարձրաձայնել մեր ասելիքը, բայց բռնություն չի եղել եւ մեզ վրա կրակել են ռետինե փամփուշտներով, շատ անհամաչափ ուժ է կիրառվում, ինչի կարիքը չկա։ Մեկ այլ ցուցարարել ասում է, որ իրավապահների գործելավոճը շատ սխալ է, մարդկանց հանում են իրենց տներից, աշխատատեղերից, ընտանիքներին բաժանում իրարից եւ դրա համար եկել է, որպեսզի անձամբ իր աջակցությունը հայտնի նրանց։ Ես այստեղ եմ ծնվել եւ մեծացել, բայց ընտանիքիս անդամներից շատերը ներգաղթյալներ են։ Կարծում եմ, որ արդար չէ, որ նրանք պարզապես մարդկանց այստեղից դուրս են հանում, ընտանիքների են բաժանում իրարից։ Իրավապահների գործողությունների ֆոնին Գլենդել քաղաքը հայտարարել է, որ խզում է պայմանագիրը ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության եւ մաքսային ծառայության հետ։